անդադ խոսել երևակայական նախագահի մասին, երևակայական ինստիտուտների պաշտոնյաների մասին, падգամավորների մասին, որոնց մասին կրկին դուք հիշատակում եք։ Բացի դա, եկեք հասկանանք, Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին, եղբայրներին, ընդհանուր առմամբ բավարար չէ այդքան օգտագործել որպես ընտրական գործիք, բավարար չէ օգտագործել ինչ-որ մի նոր ձևավորված X չակերտավոր փրկության շարժումներին, որպես, գիտեք, մարդաքանակ ապահովելու միջոց։ Այդ մարդիկ, ի վերջո, ուզում եմ հասկանալ, քանի շարժում պիտի տապալվի, որպեսզի հասկանան, որ այդ մարդիկ զբաղվում են իրենց սոցիալական հարցերով, իրենց առօրյա հոգսերով, իրենց բնակարանների ձեռքբերման պրոցեսով, որը ըստ էության ստանում են, շարունակական բնույթ է կրում այս ծրագիրը, այդ բոլոր կարևոր հարցերը թողած, այս աղմուկի ֆոնին պարբերաբար այդ մարդը, որ պաշտոնյան է գնացել ձեռքը դրել ուսին Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված որևէ անձի ուսին եւ ասել ինչի կար, սոցիալական ինչ խնդիր ունես, արի լուծենք։ Այդ մարդկանց հիշում են, այդ մարդկանց դուրը թակում են միայն այն ժամանակ, երբ ուզում են որևէ պրոցեսի, որևէ շարժման մեջ ներգրավել եւ թիրախավորել իշխանությունը։